Գանձակ գյուղն է։ Գտնվում է Գեղարքունիքի մարզի Գավառագետի աճափին։ Ծովի մակերևույթից 2000-ից 2750 մետր բարձրության վրա եւ վերջանում է Գեղամալերների ամենաբարձր գագաթի աշտահակի ստորոտում։ Գրեթե 4000 բնակչություն ունեցող համայնքը զբաղվում է անասնապահությամբ, երկրագործությամբ, բանջարաբուծությամբ եւ թռչնաբուծությամբ։ Իրենց հողին ամուր կապված այս մարդկանց մշտապես մի խնդիր է անհանգստացրել՝ կանոնավոր ջրամատակարարումը։ Վերջի 2 տարին ենք ունեցել 24-ժամյա ջուր, իսկ մնացած տարիներին օրվա մեջը 2 ժամ առավոտ, 2 ժամ իրիկուն։ Աշոտ Հարությունյանը գյուղի Սախարովի փողոցի բնակիչներից է, որտեղ նաև Սարալանջի եւ Բաբաջանյան փողոցներում անցյալ տարի Վեոլիա ջուրը սեփական ուժերով վերակառուցել է 1100 գծամետր ջրագիծ, փողոցների մի քանի ժամվա ջրամատակարարումը դարձնելով 24-ժամյա։ Ես զբաղվում եմ կաթի վերամշակմամբ, գործարանը 4 ժամի աշխատացնում ջուր չունենալու պատճառով։ Երբ ես ունեցա 24-ժամյա ջուր, մեր գործարանը աշխատում է, կարելի է ասել 24 ժամ։ 65 տարեկան հասակում ես այս ծառայություն ոչ մի կառույցից չի տեսել։ Ես ազնվությամբ եմ ասում։ Ջրերը մաքուր, 24 ժամյա եւ ազգաբնակչությունն է շնորհակալ եւ ես։ Դե ժամով են տալում, մեկ ժամը, 2 ժամ։ Այդ ձևի լցում են բոշկերն ու շատներ, յոլա են գետում։ Որակով ջուր, ամեն ինչով լավ, գծերը նորը, խնդիր չկա, շնորհակալ ենք ամբողջ կազմին, յոլայ։ Հիմա արդեն շուրջօրյա ջրամատակարարում ունենալու հերթը հասել է Գանձակի, Անասնապահների, Աղայան եւ Սունդուկյան փողոցներին։ Այս անգամ եւս աշխատանքներն իրականացվում է Վեոլիա ջուրընկերության Գավառ շահագործման տեղամասի ուժերով։ Տարբերություն չկա, ցուրտ է թե շոգ, անձրև է թե կիզիճարև։ Օրեր առաջ Վեոլիա թիմը լծվել է այս դժվարին գործին, իրենց առաջ նպատակ ունենալով այստեղ եւս բաժանորդների մի քանի ժամվա ջրամատակարարումը դարձնել շուրջօրյա։ Օր առաջ է սկսվել փողոցների 2150 գծամետր երկարությամբ ջրագծի վերակառուցման աշխատանքները, որից ջուր է ստանալու 30 բաժանորդ։ Կանոնավոր եւ որակյալ ջրամատակարարումից բացի Վեոլիան կարողանում է այս աշխատանքների արդյունքում տնտեսել վայրկյանում 3-ից 4 լիտր ջուր։ Մարդի սեփական տարածքի մեջ տնամերձ հողամասի չէին կարող գրեթե աշխատանք կատարել։ Ստիպված խնդրելով, համոզելով մի կերպ գործողություն ենք։ Այս փողոցների գործը արդեն սկսել մի 5-6 օրվա ընթացքում մենք 850 մետր դեն 75 մմ-անոց խողովակաշար ենք անցկացրել, 150 գծամետր 63, մեկ էլ էս 50 դեն 50 ամերա 130 մետր։ Փողոցների ջրագծերի մեծ մասն անցնում է սեփական հողային տարածքներով, որի պատճառով էլ վթարները վերացնելը դարձել էր գրեթե անհնար։ Մեր ծրագրերի արդյունքում, իրականացրած աշխատանքների արդյունքում Գանձակը ամբողջովին 100% ստանալու է 24 ժամյա շուրջօրյա ջրամատակարարում։ Վստահորեն վերջին 2 տարիների ընթացքում Գանձակում Վեոլիայի իրականացրած աշխատանքներից հետո թեթևացել է վարչական շրջանի հոգսը։ Օրական մի քանի ժամվա փոխարեն ունենալ շուրջօրյա ջրամատակարարում։ Բնական է, որ պետք է պակասեին նաև ջրի հետ կապված դժգոհություններն ու բողոքները, հավաստիացնում է վարչական շրջանի ղեկավարը։ Ջուր չունենալու պատճառով ստեղ ունենք մոտավորապես մի 40 հեկտար բնակելի կառուցապատման հողամաս, բնակելի կառուցապատման հողամաս, որը խմելու ջրի պատճառով բնակիչները չեն կառուցել տներ, իսկ հիմա խմելու ջուրը եթե էլա, բնակիչները արդեն շահագրգռված կլինեն տվյալ տարածքներում
բանը շինաբնակելի տներ կառուցելու համար։ Ու չնայած ընկերության ֆինանսական սահմանափակ հնարավորություններին, Վիոլիա ջուրը համաչափ է զարգացնում համակարգը, փորձելով մարզերից յուրաքանչյուրում ամեն տարի լուծել հրատապություն պահանջող խնդիրները։ Այս աշխատանքները փաստում են, որ որևէ բնակավայր, փողոց կամ հասցե դուրս չի մնում ընկերության տեսադաշտից։ Ընդհակառակը, ընկերությունը քայլ առ քայլ գնում է դրանց հետևից։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։